Ով է ընդվզող մարդը։ Մի մարդ, որ ասում է ոչ։ Այսպես է սկսվում Ալբեր Քամյուի 1951 թվականին լույս տեսած էսսեն «Ընդվզող մարդը»։ Եթե իր հանրահայտ օտարը վեպում Քամյունի ցույց էր դնում աբսուրդի փորձառությունը մի մարդու ճակատագրի միջոցով, ապա «Ընդվզող մարդը» գրքում փորձում է պատասխանել ավելի լայն հարցի. ինչ է տեղի ունենում, երբ մարդը չի համաձայնվում աշխարհի հետ։ Գիրքը հրատարակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն արդեն առերեսվել էր նացիզմին, ստալինիզմին, համակենտրոնացման ճամբարներին եւ զանգվածային սպանություններին։ Այդ ֆոնին ընդվզումն այլևս անցյալի ռոմանտիկ ու արկածախնդիր մղումը չէ։ Այն ծանրաբեռնվել է ողբերգական ենթիմաստներով։ Ընդվզումն արդեն մի բան է, որի համար պետք է պատրաստ լինել հատուցման ամենաբարձր գինը վճարել, ընդ որում, թե սեփական կյանքով, թե ուրիշների։ Այստեղ Քամյուն փորձում է շոշափել այն սահմանը, երբ ընդվզման անկեղծ ու բարձր իդեալներ հետապնդող պոռթկումը աննկատ վերածվում է իր հակադրությանը, բռնության եւ դրա արդարացման։ Այս էսսեն լիարժեք հասկանալու համար պատմության, փիլիսոփայական ուսմունքների եւ նույնիսկ գեղարվեստական տեքստերի իմացություն է հարկավոր։ Հղումներն ու կերպարները շատ են, պատմություն կերտած անձանցից մինչև մտածողներ, հեղափոխականներ ու պոետներ։ Այնուամենայնիվ, դրանց չիմացությունը գրքին մոտ գալու խոչընդոտ չէ։ Անծանոթ անուններն ու անծանոթ գրքերը կարդալու, ուսումնասիրելու մարտահրավերներ են։ Որոշ խրթին ձևակերպումներով հանդերձ այս էսսեն շատ պարզ միտք է ջատագովում։ Ինչպես ըմբոստանալ ու իրերի առկա կարգը շրջել, միաժամանակ պահպանելով մարդկային դեմքն ու արժեքները։ Գրքի հանրահայտ, թևավոր դարձած ասույթներից մեկը սա է. ես ընդվզում եմ, հետևաբար մենք գոյություն ունենք։ Այն արձագանք է Ռենե Դեկարտի հայտնի ձևակերպմանը. մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ։ Կամ ես մտածում եմ, ուրեմն ես կամ։ Եթե Դեկարտի համար մտածողությունն էր գոյության հիմքն ու ապացույցը, ապա Քամյուի համար ընդվզումն է։ Ես աղաղակում եմ, որ ոչ մի բանի չեմ հավատում, եւ որ ամեն ինչ անհեթեթ է, բայց ես չեմ կարող կասկածել իմ բարձրացրած աղաղակին եւ պետք է գոնե հավատամ իմ բողոքի ձայնին։ Աբսուրդային փորձառության շրջանակներում ինձ տրված առաջին եւ միակ ակնառու վկայությունը այսպիսով ընդվզումն է։ Ես ունեմ լոկ այս ակնհայտ ապացույցը, որն ավելի ու ավելի ամրապնդվում այն մորմոքումի մեջ, որում գտնվում եմ։ Անհեթեթության ու անորոշության մեջ խարխափող մարդու համար միակ վստահելի բանը հենց իր ընդվզումն է, սեփական վիճակի հետ չհամակերպվելու փաստը։ Ըմբոստության ճիչն է մարդուն հավաստիացնում, որ ինքը գոյություն ունի, սակայն ընդվզումը միայն բողոք չէ, այլ նույնքան հաստատում է։ Աշխարհի ուժեղների կողմից գծված թույլատրելի սահմանները խախտելով, այն միաժամանակ նոր սահման է դնում արժեքների օգտին։ Հենց այստեղ էլ ի հայտ է գալիս ընդվզողական մտքի իրական դրաման։ Իր գոյության իրավունքը պաշտպանելու համար մարդը պետք է ընդվզի, բայց նրա ընդվզումը պետք է հարգի այն սահմանը, որը նա բացահայտում է բուն իսկ ընդվզման գործողության մեջ։ Երբ մարդն ասում է ոչ, ենթադրվում է, որ կա դրա հետ կապակցված այոն։ Այո մարդկային արժանապատվությանը, կյանքին, ազատությանը։ Ոչը հաստատում է կոնկրետ սահմանի առկայությունը, որովհետև, ինչպես Քամյուն է ձևակերպում, ինչու ընդվզել, եթե քո մեջ մնայուն ոչինչ չկա պահպանելու եւ պաշտպանելու։ Այս կետում է նաեւ, որ տարամիտվեցին երբեմնի համախոհ Քամյուի եւ Սարտրի ուղիները։ Ժան-Պոլ Սարտրն առավել հակված էր ընդունելու պատմական բռնությունը որպես ժամանակավոր անհրաժեշտություն, որպես անխուսափելի մի բան։ Մինչդեռ Քամյուի համար պատմական նպատակները չեն արդարացնում սպանությունը։ 1952 թվականին հրապարակված բաց նամակում Սարտրը Քամյուին մեղադրում է այն բանում, որ վերջինս նախընտրում է մաքուր մնալ։ Բայց պատմության մեջ մաքրությունը տեղ չունի։ Մաքուր մնալ նշանակում է ոչինչ չանել։ Սարտրի քննադատությունն ուղղված է Քամյուի վերացական բարոյականությանը, որ հանգեցնում է պասիվության, իրական պայքարից հրաժարվելու եւ այդպիսով պատմությունից դուրս մնալու։ Իր ոչը նետելով հասարակությանը, իր վրա բռնացող ստրկատիրոջը կամ բռնապետին, մարդը կապ է հաստատում ուրիշների հետ։ Իր արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանողը այդպիսով իր մեջ առկա մարդկայինն է պաշտպանում, որն էլ համընդհանուր է։ Իր անհատական արժեքները պաշտպանելով ոչ ասողը խոսում է մյուս մարդկանց անունից էլ, քանի որ այդ արժեքները միայն իրենը չեն, մեկուսի չեն, սեփականացված չեն։ Նա ոչ միայն տիրոջն ընդդիմացած ստրուկ, այլ նաև մարդ է,
տիրոջ և ստրուկի աշխարհի դեմ ըմբոստացած։ Սա ընդվզման Քամյուի մեկնաբանության առանցքային կետն է։ Իրական ընդվզումն այն է, երբ ստրուկը ոչ միայն իր նվաստացած վիճակն է մերժում, այլ ընդհանրապես իշխանական ցանկացած հարաբերություն։ Դա նշանակում է, որ իրապես ընդվզող մարդու համար ընդունելի չէ հարաբերությունների գլխիվայր շրջումը, երբ ինքն է դառնում տեր և դիմացինը ծառա։ Պարադոքսալ կերպով ընդվզումը կարգուկանոնի ձգտման արտահայտությունն է։ Այսինքն, ըմբոստը որքան փորձում է շուռ տալ, քանդել անարդարությունն ու ճնշումը, նույնքան էլ փորձում է ստեղծել, հաստատել արդար կարգ, կանխատեսելիություն, հարգանք արժեքների հանդեպ։ Այսպիսով, ոճը միասնության և ուրիշների հետ համերաշխության ակտ է։ Քամյուի նախորդ կարևոր աշխատությունը 1942-ին լույս տեսած Սիզիփոսի առասպելը էսսեն աբսուրդի ուսումնասիրությունն է ներկայացնում։ Աբսուրդը ծնվում է իմաստի փնտրտուքի և աշխարհի լռության բախումից։ Սակայն եթե այնտեղ հարցը հետևյալն էր՝ արժե ապրել, եթե կյանքն աբսուրդ է, ապա ընդվզող մարդը գրքում հարցը դառնում է՝ ինչպես ապրել առանց սպանելու։ Այստեղ է, որ ընդվզումը տարբերակվում է նիհիլիզմից։ Եթե շատ պարզեցնենք, ապա նիհիլիստը մեկն է, ով համոզված է, որ ոչինչ արժեքավոր չէ, հետևաբար ամեն բան թույլատրելի է։ Սրա արտահայտման բարձրակետը Դոստոևսկու ստեղծագործությունն է, հատկապես Կարամազով եղբայրներ վեպը, որտեղ զարգացվում է այն գաղափարը, որ եթե չկա Աստված և անմահություն, ուրեմն չկա նաև վարձատրություն կամ պատիժ, չկա ոչ բարի, ոչ չար։ Առանց ուղենիշերի աշխարհում ցանկացած ընտրություն, ցանկացած գործողություն դառնում է անիմաստ ու անհնար։ Ընդվզողը հակառակը հավատում է, որ մարդու մեջ կա անձեռնմխելի ու արժեքավոր մի բան, որը չի կարելի ոտնահարել։ Այստեղ կրկին դառնում ենք նույն թեմային՝ չափի և սահմանների կարևորությանը։ Դրանք պետք են ընդվզումը ոչ թե կործանարար, դեստրուկտիվ, այլ ստեղծարար ուժի վերածելու համար։ Վերջին շրջանի հանրահայտ ֆիլմերից մեկը՝ Ջոկերը, լավագույնս ի ցույց է դնում ընդվզման քայքայիչ, աղետաբեր բնույթը։ Անհաջողակ կատակերգուն իր կյանքի դառնությունն ու դրաման վերածում է քաոտիկ ըմբոստության։ Իր թիրախներն ու զոհերն ընտրելիս նա արդարությամբ չի առաջնորդվում, այլ կույր վրեժով։ Նվաստացումից ծնված նրա ցինիզմը հարկադրում է սպանել առանց խտրության, առանց կոնկրետ նպատակի, և ամենակարևորը՝ սահման չճանաչող նման ընդվզումը օրենքներից դուրս է դնում հենց իրեն, ընդվզողին։ Նրա կյանքն էլ այլևս հարգանքի արժանի չէ, ինչպես ինքը, խախտելով սահմանները, անարգել է ուրիշների կյանքի իրավունքը։ Նմանատիպ ուղերձներ ունի մեկ այլ նշանակալի ստեղծագործություն՝ Չակ Պալանիկի «Մարտական ակումբ» վեպը և դրա մոտիվներով նկարահանված նույնանուն ֆիլմը։ Այստեղ էլ սպառողական հասարակության և ներքին հոգեբանական բարդությունների դեմ ընդվզումը սկսում է լավագույն վեհ մղումներով, որպես ազատագրման ձգտում։ Բայց հերոսի կամ հերոսների մեջ աստիճանաբար գլուխ է բարձրացնում գեր մարդը, մեկը, ում ամեն բան թույլատրելի է, ով իրեն մարդկային չափումից վեր է դասում և ուրիշների ճակատագրերն է տնօրինում։ Գերմարդու այս տեսակը, այս ձևը, որն իհարկե տարբեր է Նիցշեի մեկնաբանությունից, նորից քայքայման է տանում թե միջավայրի, թե հերոսի։ Քամյուի ձևակերպմամբ մարդկային ոգու համար կա միայն երկու հնարավոր տիեզերք՝ սրբազնական և ընդվզման։ Սրբազնական աշխարհը մարդկանց այն հանրույթն է, որում բոլոր հարցերի պատասխաններն ի սկզբանե տրված են, ի վերուստ, հոգևոր տեքստերի ու հեղինակությունների, առասպելների ու անքննելի հավատալիքների միջոցով։ Այս տեսակ աշխարհում իրական հարցադրում, իրական կասկած ու բողոք չկա։ Հակառակը, ցանկացած արարք երախտագիտություն է առ Բարձրյալի կամքն ու ողորմածությունը։ Դրան հակառակ, ըմբոստ մարդը իրեն դուրս է դնում սրբազնականից, համոզիչ չհամարելով ավանդաբար տրվող պատասխանները։ Մետաֆիզիկական ընդվզումն այն կասկած հարցադրումն է, որ մարդն անում է իրեն վիճակված պայմանների դեմ, մարտահրավեր նետելով մարդու և արարչագործության վերջնանպատակներին։ Մեղադրանք է հարուցվում Աստծո դեմ, մահվան գոյության և խայտառակ անարդարության հայրը լինելու համար։ Մետաֆիզիկական ապստամբը հայտարարում է, որ ինքը հուսախաբ է եղել արարչագործությունից։ Դոստոևսկու արդեն հիշատակված Կարամազով եղբայրներ վեպի հերոսը Իվան Կարամազովը, օրինակ, մերժում է աշխարհը, որտեղ երեխաները տառապում են։ Նա հայտարարում է. «Եթե երեխաների տառապանքը ծառայում է ճշմարտության ձեռքբերման համար անհրաժեշտ ցավերի համալրումին, ես արդեն վաղօրոք հաստատում եմ, որ հանուն այդ ճշմարտության չարժե նման գին վճարել»։
Սա նույնպես մետաֆիզիկական ընդվզում է, քանի որ մերժում է Աստծո ստեղծած այսպիսի աշխարհը, կամ այդ աշխարհում Աստծո բացակայությունը, սառը եւ դաժան անտարբերությունը։ Կամյուն հետաքրքիր դիտարկում է անում նաև այն մասին, որ մարդկային բողոքը կարիք ունի ամեն ինչի համար պատասխանատու եւ անձնավորված Աստծո։ Իսկապես, դժվար է բողոք երկխոսություն պատկերացնել վերացական կամ բազմադեմ աստվածությունների հետ։ Այդ իմաստով հենց քրիստոնեությունն է, որ նպաստեց արևմտյան աշխարհում ընդվզման պատմությանը, տալով բողոքի հարմար թիրախ՝ միեղեն Աստծո կերպարը։ Կամյուի մեկնաբանությամբ մետաֆիզիկական ընդվզումը երկու հիմնական բողոք ունի՝ մահը, մահկանացու լինելը եւ չարիքը։ Բողոքելով մահվան պատճառով աշխարհի անավարտության վիճակի դեմ եւ չարիքի գոյության պայմանավորված պառակտվածության դեմ, մետաֆիզիկական ընդվզումը երջանիկ միասնության արդարացված պահանջն է։ Քրիստոսը հենց այս երկու խնդիրն էր եկել լուծելու՝ չարի եւ մահվան։ Աստծո որդին մարդկանց նման նրանց հավասար առերեսվում է սրանց, տառապանքներ է կրում, մահանում, հրաժարվելով իր աստվածային արտոնություններից։ Միայն անմեղ Աստծո զոհաբերումը կարող էր արդարացնել անմեղության երկարատև ու համընդհանուր ոտնահարումը։ Մարդկանց հետ Քրիստոսի լիարժեք նույնացման բարձրակետը հուսահատությունն է, որ այդքան անհարիր է թվում Աստծուն։ Խաչին բարձրացված Հիսուսը ձայնում է. «Էլի, Էլի, լամա սաբակթանի», որ նշանակում է Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Աստված ինքն էլ անձնատուր է լինում լքված լինելու կասկածին, որն այնքան մարդկային է եւ պիտի որ հաշտեցման կամուրջ լիներ մարդու եւ Աստծո միջև։ Բայց Քրիստոսի այս ինքնազոհաբերումը հաշտեցման իր նպատակին չհասավ, քանի որ նրա հուսահատ մահվան դրվագում մետաֆիզիկական ապստամբները կրկին տեսան ապացույց՝ դաժան եւ լքող Աստծո։ Ընդհուպ մինչև Դոստոևսկի եւ Նիցշե ընդվզումն ուղղված է միայն բացառապես դաժան եւ քմահաճ աստվածությանը, որը առանց համոզիչ դրդապատճառի նախընտրում է Աբելի զոհաբերումը Կայենի զոհաբերմանը եւ դրանով իսկ վերջինիս հրահրելով առաջին սպանությանը։ Ընդվզող մարդն Աստծո հետ խոսում է ինչպես հավասարը հավասարի։ Այս երկխոսությունն աստիճանաբար բանավեճի է վերածվում, հաղթելու եւ Աստծո գահը տապալելու ցանկությամբ։ Այդ համատեքստում է գրքում հիշատակվում նաեւ Ֆրիդրիխ Նիցշեն, ով հայտարարում է. Աստված մահացել է, մենք սպանեցինք նրան։ Աստծո մահը նշանակում է, որ այլևս չկա բարին ու չարը սահմանող վերին ատյանը։ Մետաֆիզիկական հեղափոխության արդյունքում մարդն է արդեն հավակնում զբաղեցնելու Աստծո տեղը որպես գերմարդ, որպես իրերի գլխավոր ու միակ չափանիշ։ Բայց ինչ է նշանակում դառնալ Աստված։ Ճանաչել, որ ամեն ինչ թույլատրելի է, մերժել բոլոր մյուս օրենքները, բացառությամբ սեփական օրենքի։ Նշանակում է ըստ Կամյուի ընդունել հանցագործությունը։ Առաջիններից մեկը Մարկիս դը Սադն էր, ով ընդվզումն ուղղեց դեպի արվեստ, իր ստեղծագործություններում հանդես գալով որպես մետաֆիզիկական ընդվզման քարոզիչ։ Կամյուի ձևակերպմամբ Սադը տառապեց ու մահացավ, ճոխագույն թաղամասերի եւ գրական սրճարանների երևակայությունը բորբոքելու համար։ Աստվածամարտության գործում առաջամարտիկ են բանաստեղծները։ Ընդվզման պոեզիայի ներկայացուցիչները՝ Լոտրի Ամոնը, Արթյուր Ռեմբոն, սյուրռեալիստ բանաստեղծները արարչագործության դեմ են ըմբոստանում, գրոհելով երկնքի ուղղությամբ։ Կամյուի էսսեի այդ հատվածին անդրադարձել ենք նախորդ թողարկումներից մեկում, որ նվիրված էր Կարեն Ղարսլյանի պոեզիային։ Ի դեպ, Արթուր Ռեմբոյի իր գնահատականներում Կամյուն անարդարացիորեն անողոք է։ Այդ հատվածն ավելի շատ դատավճիռ է հիշեցնում։ Ռեմբոյի կյանքի վերջին տարիների խորհրդածությունները, որ վերցված են անձնական նամակներից եւ հիմնականում փողի ու նյութական բարեկեցության մասին են, հակադրվում են վաղ շրջանի Ռեմբոյին, ընդվզող ու հանճարեղ բանաստեղծին։ Կամյուն դառնությամբ նկատում է, որ Ռեմբոն անձնական նամակներում խոսում է միայն իր փողերի մասին, որ ցանկանում է տեսնել լավագույնս տեղավորված եւ կանոնավոր եկամուտ բերելիս։ Այդ նամակներում չկա մի բառ, որ կմատնի նախկին Ռեմբոյին։ Այսպիսով Արթուր Ռեմբո անհատը, մարդը, որ կյանքի վերջին տարիներին լիովին հրաժարվել էր բանաստեղծի իր առաքելությունից, հակադրվում է իր ստեղծագործությանը, պոետի իր վաղեմի կերպարին։ Արհեստական այս հակադրումը անհիմն է եւ խորթ է փիլիսոփայության ոգում։ Կամյուն բարձրի ու ցածրի, վեհի եւ նյութականի կեղծ հակասություն է ստեղծում, բախման մեջ դնելով տարբեր հարթությունների
անհամադրելի երևույթներ։ Սա իհարկե ազնիվ մոտեցում չէ։ Անձի եւ իր ստեղծագործության հակադրումը փակուղի է տանում եւ արժեքավոր ոչինչ չի հավելում ոչ նրա կենսագրությանը, ոչ էլ նրա արվեստի ընկալմանը։ Ոչ միայն պոեզիան, այլ վեպը, գրականությունը, արվեստն ընդհանուր առմամբ ընդվզման ձևեր են։ Օրինակ, Պիկասոյի Գերնիկան կամ Վերեշագինի Պատերազմի ապոթեոզը ընդվզում են պատերազմի դեմ պարզապես ի ցույց դնելով դրա այլանդակությունն ու ցավը։ Այս կտավներում կոչեր չկան։ Չկա ավելի լավ աշխարհի խոստում եւ նույնիսկ հույս։ Ընդվզումն այս կտավներում արտահայտվում է այլանդակ ու աղճատված աշխարհի մերժմամբ։ Ոճավորման միջոցով ստեղծագործողը ջանում է վերափոխել աշխարհը, մշտապես դույզն ինչ աղավաղումով, ինչը արվեստի եւ բողոքի երևույթի նշան է։ Ընդվզման ստեղծագործ պտղաբեր ներուժը հենց այս աղճատման մեջ է, որը ոճ ու հնչերանգ է հաղորդում ստեղծագործությանը։ Գրքի ամենախիստ քննադատությունն ուղղված է ընդվզման պատմական եւ զանգվածային դրսևորմանը, հեղափոխություններին, որոնք ազատություն էին խոստանում, բայց սովորաբար ավարտվում էին տերորով եւ ամբողջատիրությամբ։ Այդպիսիք էին թե ֆրանսիական հեղափոխությունը, որ շարունակվեց գիլյոտիններով, թե ռուսական հեղափոխությունը, իրեն հաջորդող ստալինիզմով ու գուլագներով։ Հեղափոխականը պատրաստ է հատել մարդկային սահմանները, ավելի բարձր նպատակի ձգտումով, հանուն դրա արդարացնելով բազմաթիվ անհատական կյանքերի զոհաբերումը։ Ծայրահեղական շարժումների համար, լինեն դրանք քաղաքական թե կրոնական, մարդը միշտ ստորադասվում է գաղափարին, մարդը միշտ էլ միջոց է։ Մերժելով բարձր նպատակների համար մարդկային կյանքը որպես հումք ու միջոց դիտարկող համակարգերը, այդ թվում մարքսիզմն ու Հեգելի համակարգը, Կամյուն այնուամենայնիվ հմայված է 19-րդ դարի ռուսական հեղափոխական շարժումների էսթետիկայով, որ սկիզբ էր առնում դեռ 1820-ականներից դեկաբրիստների շարժմամբ։ Դեկաբրիստները հիմնականում իդեալիստ ազնվականներ էին, որ կամովին հրաժարվել էին իրենց արտոնյալ կարգավիճակից, հանուն ժողովրդի համար մղվող պայքարի։ Որպես կանոն, լիցեիստ երիտասարդները, համակվելով գերմանական փիլիսոփայության գաղափարներով, Շելինգի, Հեգելի, ավելի ուշ գերմանական սոցիալիզմի իդեալներով, պայքարում էին 40 միլիոն մուժիկ ճորտերի ազատագրման համար։ Նրանց մեծ մասը վերացական այդ գաղափարների հանդեպ մոլագարության հասնող հավատարմություն ուներ, ինչի համար հատուցեց ինքնասպանությամբ, մահապատժով, աքսորով եւ խելագարությամբ։ Բայց այս ամենի հեգնանքն այն էր, որ ռուսական ահաբեկչության ամբողջ պատմությունը կարելի է ամփոփել որպես բռնակալության դեմ մի բուռ մտավորականների պայքար, լուռումունջ ժողովրդի ներկայությամբ։ Կամյուն անթաքույց հարգանքով է խոսում այս սոցիալիստ հեղափոխականների մասին, որոնցից շատերը հատել են սահմանը, ահաբեկչության միջոցով մարդկային կյանքեր են խլել։ Կամյուն նրանց անվանում է փափկասիրտ մարդասպաններ։ Ինչու՞։ Նախ, որովհետև շատերը բռնության դիմելով իշխանության մարդկանց հանդեպ մեծագույն նրբանկատություն էին ցուցաբերում ուրիշների կյանքի հանդեպ, կտրականապես խուսափելով անմեղ զոհերից։ Ցարական իշխանության դեմ ուղղված մի քանի մահափորձ այդպես ձախողվել է։ Ահաբեկիչներից որոշները նույնիսկ կենդանիների որսն էին մերժում որպես բարբարոսական զբաղմունք։ Փափկասիրտ համարվելու մյուս պատճառն այն էր, որ սպանության դիմելով նրանք գիտակցում էին, որ դա աններելի չարիք է եւ պատրաստ էին իրենց կյանքով վճարել դրա համար։ Երիտասարդ այս ահաբեկիչները չեն սեթևեթում ու զոհի կերպար չեն խաղարկում, ոչ էլ արդարացնում են իրենց արարքը։ Հակառակը, նրանք վստահ քայլում են դեպի կախաղան, այն ընդունելով որպես իրենց աններելի հանցանքի հատուցում։ Նրանց համար իրենց կատարած սպանությունը հավասար է ինքնասպանության, քանի որ դրա դիմաց պատրաստ են վճարել սեփական կյանքով։ Լիակատար ժխտման աշխարհում ռումբով եւ ատրճանակով զինված, ինչպես նաեւ դեպի կախաղան ընթանալու անօրինակ համարձակությամբ, այս երիտասարդները փորձում էին վերջ դնել հակասությանը եւ ստեղծել արժեքներ, որոնք պակասում էին իրենց։ Նրանցից սկսած շատ ավելի խստադաժան սովորույթ առաջ եկավ՝ զոհաբերվել մի բանի համար, որի մասին ոչինչ չգիտեին, բացի նրանից, որ պետք է քեզ զոհես, որպեսզի այդ ինչ-որ բանն ապրի։ Ահա սա է, որ Կամյուի հարգանքին է արժանանում, սեփական արարքի ծանրությունը գիտակցելն ու պատասխանատվություն ստանձնելը։ Ընդամենը 2-3 տասնամյակ անց Լենինիզմից սկսած եւ հատկապես ստալինիզմի շրջանում
պետական ահաբեկչությունն արդեն սպանում է 100 հազարավոր մարդկանց, առանց որևէ ներքին տվայտանքի։ Բռնության գործադրումն արդեն դիմազուրկ է, օտարված է կիրառողից, ով բարոյական որևէ բեռ չի զգում իր վրա եւ ոչ էլ մտածում է արդար հատուցման մասին։ Ազնվական, ասպետական երիտասարդներին փոխարինում են ցինիկ բռնարարները, որոնց համար որևէ գաղափար վեր է մարդկային կյանքից։ Ավելի ճշգրիտ, մարդկային կյանքն այլևս որևէ արժեք չունի։ Քամյուի էսսեի ընթերցման ավարտին մի պարզ հարց է առաջանում. ինչպես ընդվզել այսօր։ Աշխարհում, որտեղ արդեն սովորական են պատերազմները եւ ատելություն քարոզող ծայրահեղական գաղափարախոսությունները, արդյոք հնարավոր է այնպիսի ընդվզում, որ հակամարտկային դրսևորում չի ստանա։ Բռնության ու անարդարության մի եղանակը մերժող ընդվզումը հեշտությամբ ու աննկատ կարող է ծնել մեկ այլ, ավելի հրեշավոր ու անարդար բռնություն։ Ինչպես ընդվզել այսօր հարցի ամենապարզ, բայց եւ հակասական պատասխանը կլինի թերևս հետեւյալը. ընդվզել ընդվզման քայքայիչ եւ հակամարտկային ձևերի դեմ։ Սա նշանակում է ոչ ասել ատելությունից ծնված ընդվզման բոլոր քայքայիչ դրսևորումներին, որ լավ տեղ չեն տանում, եւ սпасել լավ ժամանակների։ Մինչև վերցկեք ձգոտիները, պետք է դիմանալ ու դիմադրել